Բակունցի կնոջը Վարվարային ձերբակալեցի սեպտեմբերի 17-ին, իբրև ժողովրդի թշնամու կողակցի։ Վարյան 8 ամիս անցկացրեց բանտում, այնուհետև նրան 8 տարով աքսորեցին Ձևնիկովի ուղիչ աշխատանքային գաղութ։ Նա Հայաստան վերադարձավ միայն 1945 թվականի աշնանը։ Հայաստան վերադառնալով Վարվարա Բակունցը շտապեց Գորիս, ցանկանալով ամուսնու ծնողների մոտ գտնել որդուն։ Սկեսրայրն այդ ժամանակ արդեն մահացած էր։ Նիհար, պատարատված հագուստով նա մոտեցավ ամուսնու հայրական տանը։ Պարավ Բողջագյուլը Բակունցի մայրը այդ պահին ծառից խնձոր էր հավաքում։ Նա անծանոթուհուն հերթական մուրացկանի տեղ դրեց։ Վարյան, որն արդեն գիտեր ամուսնու մահվան մասին, հասկացավ, որ սկեսուրը տեղյակ չէ եւ սպասում է, թե երբ է որդին աքսորից վերադառնալու։ Նա այդպես էլ ամուսնու մորը ճշմարտությունը պատմելու ուժ չգտավ։ Բողջագյուլը մինչև իր մահը սպասեց որդու վերադարձին։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք թողնել մեկնաբանություն։